Ողջույն սիրելի քրիստոնյա, մի քիչ փակագծեր այսօր բաց ենք ժողովուրդ ջան։ Իմ ողջ կյանքս մանկությունից երազներով եմ ապրել։ Մինչև հիմա ցանկացած իրական լուրջ այն գործը, որ պետք է իմ կյանքի մեջ կատարվի, Տերը ինձ երազում ցույց է տալու։ Շատ պետությունների հետ կատարված է երազում ցույց է տալու Տերը։ 18 թվական եկա Սանկտ-Պետերբուրգ 2018 թվական եկա Սանկտ-Պետերբուրգ։ Դուս եմ կալում առավոտը 6-ին արտանում եմ, որ աղոտ քանեմ, վեր կենամ գնամ աշխատանքին, նավերիվերին են ժամանակ աշխատում։ Եվ Տիրոջ հոգին ասավ այսօր մնա աղոտ քարա, փառաբանա ինձ։ Մնացի։ Հենց այդպես տեղերից ընկա երեսնիվար գետին։ Ընկա երեսնիվար գետին, սկսեցի աղոտ քանել, փառաբանել, վերջապես մի քանի ժամ, մինչև ժամ 3-4-ը։ Առավոտվան 6-ից։ Եվ ժողովուրդ ջան, ինչ տեսա։ Տեսա մի կապուտ ապակիներով մեծ բարձր հարգանի շենք, ես դրա առաջի հարգն եմ, ամենացածրն էի, և Քրիստոսը սպիտակ բժշկի հանդերձները հագած եկավ, ինձ տեղից հանեց, մինչև ինձ ասես ոնց որ լիֆտի նման լինեին ամենավիրևի հարգը, մինչև դուսելան կրիշը։ Դռները բացվավ, ես էլա դուս, ինքը ինձ հանեց տեից դուս, և տեսա Եզեկիել մարգարեի ասած օգննի կալիսնության կանգնած։ Դրա դռները բացվավ։ Ես մտա դրա մեջ է, 7 հրեշտակ նստած էին, և դռները փակվավ, օգննի կալիսնության գնաց, տարավ ինձ։ Տարավ բերեց ցույց տվեց տաճարներ, եկեղեցիներ։ Ցույց տվեց։ Ես եկա կանգնա եկեղեցու մոտ։ Ցույց տվեց ինձ։ Մեջը ես դսից նայում եմ ներսը, վանդակներով կդրված է, ոնց որ խոզի վանդակներ լինի, և լցված են խոզերով, փոքր, մեծ, խոզերով վանդակներով, կդրտված լցված են շենքերի մեջը, խոզեր, ես ասում եմ Տեր Աստված, խիես ինձ ուղղում ես խոզերի մեջ, ես ստեղ ինչ պիտի անեմ ես խոզերի մեջը, ասավ դու նրանց մեջ մի մտի, դու իջի առաջի հարգը, այս շենքի առաջի հարգը կիջնես, ստեղ կմնաս, ստեղ աղոտ կանես ինձ համար։ Ես դրանից առաջ խնդրել էի Աստծուն էլի աղոթքով, թե Տեր ջան, ուր գնամ, որ ժողովրդի մեջ խառնվեմ, ինչ եկեղեցու մեջ գնամ, որտեղ է իմ տեղս, եւ դա ցույց էր տվել, ժողովուրդ ջան, ես որ պատմեմ, թե Տերը